եկել եք հայրենասիրությունը մաղվել է 4-5-րդ դատարկ նստում եմ այստեղ շատ ժամանակ կամ մեկ դուրս եմ գալիս պուրակ նստում եմ նստարանի խորհում եմ ես իմ ապագան արդեն չեմ տեսնում չի պատկերացնում որ այսպիսի դաժան ձևով կարող են արցախցիներին հեռացնել իրենց տներից, իրենց բնորանից։ Անորոշ վիճակ, հայրենասիրությունը մաղվել է 4-5-րդ պլան։ Մոտնում ես խանութը լրիվ դատարկ։ Հիմա եկել եք Երևան, խանութները լիքը, ամեն ինչը լիքը, տես։ Լավ է, ինչ կա, գործեր ոնց է։ Ես ինչ ախե պրնացրավ եմ քեզ։ Արցախցիները ոնց էին տառապում, տանջվում այդ 9 ամիսների ընթացքում։ Հացը սպահել եք։ Հա։ Դե շատ լավ։ Գիշերը 12-ին կամ 2-ին գիշերը գնում էինք այդ ցուրտ բան, սպասում էինք բանի տակ, շատ ժամանակ անձրև էր գալի, շատ ժամանակ մռախող էր, ցուրտ էր։ Գիտեք, քանի հաց եք տալու ինձ։ Քանի։ Ապրեք, 5 հաց։ Ամեն ինչ տանելի է եղել, բայց որ հաց չի եղել։ Եղած պաշարները կամաց գնալով վերջացել է, քաղաքապետարանը որոշել է, որ կտրոններով արդեն հացը բաժանի մարդկանց, նախաճաշին պիտի 60 գրամ հաց ուտես, կեսօրին 65 գրամ, երեկոյան էլի 65 գրամ, այդպես էլի։ Մարդ երբ որ իր հայրենիքից զրկվում է, իր տունուտեղից զրկվում է, իր ունեցվածքից զրկվում է, իր պապերի գերեզմաններից, իր հարազատների գերեզմաններից, իր շրջապատից, իր ընկերներից, իր ամեն ինչից մի խոսքով մարդ երբ որ զրկվում է, դա նրա համար երևի ամենավատ, ամենաանտանելի վիճակն է, հոգեվիճակի մեջ է, որ մարդ կարող է գտնվել։ Ես հենց այդ մարդկանց թվին եմ պատկանում ճիշտ ասած, որովհետև ես իմ ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ իմ ժողովրդին։ 60 տարի, ուղիղ 60 տարի, այս տարի լրանում է 60 տարի ես բեմին եմ։ 60 տարի ես ծառայում եմ իմ ժողովրդին, հայ ժողովրդին։ Հայրենասիրություն եմ քարոզում նրանց։ Եվ պատահական չէ, որ ես 88 թվականի այս շարժումը հենց նրանից հաջորդող այդ պարտադրված պատերազմում մենք հայերս, Սփյուռքը, Հայաստանը, Արցախը միասին կարողացանք հաղթող դուրս գալ, որովհետև այն ժամանակ հայրենասիրական ոգին մարդկանց սրտերում էր, մարդկանց ուղեղում էր։ Ավելի լավ է ես առաջինը լինեմ մեր գյուղում, քան թե երկրորդը միլիոնանոց քաղաքում։ Բարև վարպետ։ Բարև վարպետ։ Ո՞նց եք։ Դա ձերներ ես։ Սանսվաղված ես։ Լավ ես։ Լավ ես։ Բոլորը ինձ ճանաչում էին, թե մեծերը, թե փոքրերը, աշակերտները հիմնականում, ծերերը իմ հասակակիցները, որոնք այն ժամանակին եկել էին իմ հանդիսատեսն էին, ներկայացումներ էին նայում։ Մի խոսքով բոլորը ինձ լավ գիտեն, բոլորը ինձ ճանաչում, շատ էլ ես եմ ճանաչում, եթե անգամ անուններով չեմ ճանաչում, ապա դեմքով անպայման ճանաչում եմ։ Եվ Արցախում եղած ժամանակ, Ստեփանագերտում եղած ժամանակ, հիմնականում ես երբ աշխատանքի էի գնում, թատրոն էի գնում, երբ առավոտյան տնից դուրս էի գալիս, որպեսզի գնամ թատրոն, աշխատավայր,
այնքան շատ ծանոթներ էին պատահում, որ ճանապարհին խոսելուց քիչ էր մնում աշխատանքից ուշանամ, բայց մի բան էլ ասեմ, որ ես իմ ամբողջ կյանքում արդեն 60-րդ տարին է, որ ես թատրոնում եմ, մի անգամ իմ կյանքում ոչ մի անգամ ես ոչ իմ աշխատանքից եմ ուշացել, ոչ փորձերից եմ ուշացել, ոչ բեմից եմ ուշացել, մի խոսքով, եթե անգամ հիվանդել եմ եղել, անպայման գնացել եմ ներկայացման, մի խոսքով, այնպես եմ արել, որ իմ պատճառով չտապալվի ներկայացումը, իմ պատճառով փորձերը չհանվեն եւ այլ, ցենց։ Ամեն օր առավոտները գնում եմ խանութ, արդեն խանութի աշխատակիցները ինձ լավ գիտեն, ճանաչում են, պատահում է, որ օրը մի 3-4 անգամ եմ իջնում բարձրանում։ Ահա եւ հասա իմ բնակատեղին, որտեղ արդեն ուղիղ համարյա 1 տարի է, այս բնակարանում եմ ապրում, իմ ընտանիքի հետ միասին, փախստականի կարգավիճակում։ Ազնագրի վրա գրված է հայ, հայկական Հայաստանի ազնագիր, Հայաստանի բնակիչ եւ այլ։ Ես ուրախ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, Ես Ղարաբաղը Հայաստանի մի մասն էր։ Ավելի լավ էր այդ շրջափակումը լիներ մնայինք այնտեղ, լուրջ եմ ասում, քան թե գայինք այստեղ ինչ-որ բարեկեցիկ կյանքով, քանի որ դա ամեն մարդ չի կարող հասկանալ այդ բանը, որ իր հայրենիքը, իր երկիրը, իր մաքուր օդը, ջուրը, ամեն ինչը թողած եկել այստեղ տնօր է մնում, դա շատ ցավալի է, շատ։ Ես ուղղակի չգիտեմ, այսպես որ շարունակի ազգը ոնց կհարատևի, չգիտեմ։ Արցախը չկա, նույնպես կարող է Հայաստանը չլինել։ Դե հիմա էլ գնամ այգի, օրերս այնտեղ անցնկացնում էլի, ամեն օր գնում եմ այնտեղ կեսօրից հետո մի 3-4 ժամ նստում եմ այգում, խորհում եմ, հիշում ես քո մանկությունը, հիշում ես քո այդ դաշտերը, որտեղ որ ամբողջ մանկությունս անց եմ կացրել, հիշում եմ իմ ընկերներին, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել երկար ժամանակ։ Հիշում եմ մեր անցած դերասաններին, որոնցից ես շատ բան եմ սովորել։ Ես մշակույթի մարդ եմ, ես դերասան եմ, ես իմ ամբողջ գիտակցական կյանքը անց եմ կացրել բեմին։ Եվ ես միշտ սովոր եմ ծափահարությունների, ծաղկեփնջերի, ժողովրդական դերասանի կոչումը։ Ես իմացել եմ թերթից։ Հասկանում եք, թերթում եմ կարդացել։ Այդ ճանապարհը մեզ համար տևել է 2.5 օր։ Ճանապարհը համարյա պատկերացրեք, ոտքով ավելի շուտ կհասնեինք, քան թե մեքենայով։ 44 օրյա պատերազմից հետո, երբ վերադարձանք, մեր փաստաթղթերը, առաջին անհրաժեշտության ապրանքները միշտ մեր դռանն էր դրված։ Դե դերասներած էին։ Ես չէի պատկերացնում, որ այդ օրը կարող է հանկարծ այդպիսի դեպք կատարվեր։ Եվ ինձ համար հանգիստ գնում էի, ինձ փոքրիկ բոստան ունեի, այնտեղ լոբեի ցանել, պոմիդոր, բան եւ այլ։ Գնում էի ջրելու։ Եվ հասել եմ այնտեղ, մտել եմ բոստանը, շորերս փոխել եմ, որ մտնեմ մարկը, մի անգամից սկսվեց այդ ռմբակոծությունը, այդ բոստանից 4 կողմը, անտառի մոտ էր էլի։ Հետո ես մտա այնտեղ փոքրիկ տեղ ունեի, որ անձրևից պաշտպանելու համար,
մտա այնտեղ եւ կուչ էի եկել, չգիտեի ինչ անեմ արդեն։ Հետո այդ ռմբակոծությունը այնքան ուժեղ էր, այնքան շատ էր իրար հետևից համարյա 10 վայրկյանը մեկ խփում էին։ Մտածեցի, որ լրիվ քաղաքը արդեն հողին են հավասարացրել այս բանով։ Եթե աշխարհը կամենա, Արցախ վերադառնալը մեկին գումարած մեկ է։ Գիշերները շատ դժվար են քնում, շատ, որտեղ պարկում ես թե չէ, ամբողջ քո առած թողածդ աչքիդ առաջն է գալիս։ Հիմա այդ բոլորը կարծես թե երազ էր արդեն, ոնց որ թե չգիտեմ։ Դժվար է շատ, որ ամբողջ աշխարհը տեսավ այդ բանը եւ մեկը չդատապարտեց։ Ոչ մեկը կուրացան, խալացան, համրացան եւ ոչ մեկը ոչ մի բան չասաց Արցախի մասին։ Հույս ունեմ եւ այդ հույսը ես չեմ կորցնում։ Հույս ունեմ եւ այդ հույսի հետևից պետք է գնալ։ Շատ ծրագրավորված, շատ գեղեցիկ, շատ լավ, միջև վերջ իրենց նպատակին հասան վերջապես։ Արցախից մենակ հույսը հավատ, ուրիշ ոչ մի բան չենք բերել։ Սկզբնական շրջանում մի քանի ամիսների ընթացքում արդեն ամեն ինչ վերացավ, վերջացավ եւ սկսվեց իսկական այդ շրջափակումը, իսկական այդ, որ ասում են բլոկադան եւ մարդիկ սկսեցին տանջվել, սկսեցին արդեն հայթայթել եւ չհասած այդ հակարիկամուրջը մեր մեքենան փչանում է։ Եվ պատկերացրեք փչացած մեքենա, մեջի երեխաներ գալիս գնում են եւ պատկերացրեք, որ ոչ մեկն էլ չի կանգնում, շատ ժամանակ չեն էլ հարցնում, թե ինչի ես կանգնել, չնայած շատերը գիտեն, ինչ ճանաչում են, բայց գալիս են, սիգնալ են տալիս սենց ու գնում։ Ես չէի պատկերացնում, որ կարող ենք դուրս գալ, ես չէի ուզում։ Ոչ միայն ես, շատերս չէինք ուզում, Աստված չանի, թող մի 1000 հոգու կոտոր էին առաջինը ինձ, բայց Արցախը կմնար արդեն մեզ մոտ, մեր զավակները կմնային այնտեղ, մեր գերեզմանները, մեր հուշարձանները, մեր պատմությունը մի խոսքով, դարավոր պատմությունը, դարերով եկած այդ պատմությունը կմնար այնտեղ։ Նայեք մեր պատմությունը, նայեք մեր անցյալը, նայեք մեր ամեն ինչը, կտեսնեք, որ իրոք մոլորված ժողովուրդ ենք մենք։ Բլոկադայի ընթացքում անգամ հարսանիքներ ենք արել։ Անգամ հարսանիք։ Ով է իմացել, որ այսպես կլինի, վերջը։ Մենք ասել ենք վերջ, մեզ պարտվել չկա, մեզ դրա համար ասում եմ հարսանիքներ ենք արել, ծնունդներ ենք արել։ Արցախի լեզուն ինձ համար ոնց որ թե իսկական մայրենի լեզու է, որովհետև բնական է, որ ես ծնվել եմ Արցախում, մեծացել եմ Արցախում, այդ լեզվով եւ հատուկ լեզու կա արցախյան բարբառը հատուկ, որ ես սերտել եմ, գիտեմ եւ սա ասեմ, որ Արցախում երևի այ հիմա շատ քիչ մարդիկ կան, մատների վրա հաշված մարդիկ, որ կարողանում են Արցախի մաքուր լեզուն իմանալ։ Դրանցից մեկը հենց ես եմ։ Մեր լեզուն, ես այսպես եթե գնա Արցախի լեզուն կարող է հանկարծ կամաց չքանալ եւ դա ամենամեծ ցավերից մեկը կլինի ինձ համար։ Վայրացումը գցած, երեխաները լացում են, մեծերը կանայք, հիմնականում դե ջահելները հույս էին տալիս։ Մի խոսքով ինձի վատ վիճակ էր, այդ վատ վիճակը Աստված չանի, ես անձամ թշնամուց չէի ցանկանա այդ վիճակը։ Աշխարհին ապացուցել ենք, որ չնայած փոքր ենք, չնայած քարտեզում Հայաստանը մի մատնաչափ տեղ էլ չի զբաղեցնում, բայց դե ամբողջ աշխարհով մեկ նշանավոր մարդիկ դրանք, եթե անգամ հայեր չեն, հայի ծնունդ են, հայի գեն կա, հայի արյուն կա նրանց երակների մեջ։ Հիմա մենք մոլորության մեջ ենք, մոլորված մարդիկ են։ Կուզենայի, որ մեր ազգը, հայ ազգը, միաբանվի, բռնցքվի։ Կուզենայի բռնցքվել։
կուզենայի որ մեկը մյուսի հանդեպ լինեն բարյացկամ, մեկը մյուսի այդ թերությունները ներեն, հիմա էլ շատ կցանկանամ որ հետ վերադառնանք, բայց դա երբ կլինի, ինչ կլինի, ոնց կլինի, ինչպես կլինի, պատերազմով կլինի, խաղաղ ճանապարհով կլինի, չգիտեմ, այդ մեկը չգիտեմ, չեմ կարողանում, սա չգիտեմ ինչ, դժվար հարց է։ Ընդհանրապես Արցախցի միշտ էլ եղել է բարեհոգի, միշտ էլ հյուրասեր ամեն հարցում եւ հանկարծ ու պատկերացրու ծանոթ մարդը կամ բարեկամը գրում է մեկը մյուսի մոտուն ամաչում է հաց ուտի, որովհետեւ ասում է դե լավ իրա բաժինն է, եթե ինքը ես իրա բաժին ուտեմ, ինքը ինչ պիտի ուտի։ Եվ շատ ժամանակ պատահում է այնպես, որ այդ օրը, ասենք այդ հացի փորը աշխատում է ոչ լրիվությամբ, որովհետեւ ալյուրը քիչ են տվել, ասենք մի պարկ են տվել կամ երկու պարկ են տվել։ Բայց մարդիկ էլ արդեն հավաքում են մի 200 հոգով կամ 300 հոգի հավաքում են այնտեղ եւ ստացվում է այնպես որ մի 100 հոգու հացը հասնում, այն 200 հոգուն չի հասնում։ Ստացվում է որ այդ 200 հոգին իզուր են այդ ամբողջ գիշերը գնացել այնտեղ եւ շատ ժամանակ ջղայնացած, շատ ժամանակ հուսահատված, հիասթափված գնում են տուն։ Շատերն էլ հələ լացելով են գնում տուն, ասում են դե լավ, ասեք թե ես մեծ մարդ եմ, հասկացա, ես կարողացա այս, ասենք այս օրերը քաշել, բայց իմ երեխան, որ փոքր երեխա է, նա հացի կարիք ունի, ուտելու կարիք ունի, նա ոնց պիտի անի։ Շատ ժամանակ այդպեսի վատ վիճակի մեջ էր։ Լույսը տալիս էին օրական 4 անգամ կտրում էին, 2 ժամով տալիս էին, 2 ժամ կտրում են, 2 ժամ տալիս, 2 ժամ կտրում։ Ցանցել է, որ կարողանան պետք հալա քաղաքին շրջաններ ինձ շատ ժամանակ չեն տալիս։ Գազը դե հիմնականում չկա։ Ստացվեց այնպես, որ կարտոֆիլի գինը արդեն եկավ 3000 դրամ դարձավ։ Խնձորը նույնպես 2000-3000 դրամ դարձավ։ Ձվի համար մարդիկ հերթ էին կանգնում, օրերով հերթ էին կանգնում, թե ինչա 5 հատ ձու պիտի վերցնեն, 5 հատ ոչ ավել։ Մի մարդու հետ նստած նստարանին զրուցում էինք, այդ մարդու հարևանը պարկով բանով լիքը հացը, բորբոսնած հացը տանում էր աղբանոց գցե։ Կտանեմ ասում որ հնարավորություն լի կուտեմ, որից որն էլ չէ հավերին կտամ էլի բաբսոշի հացը ով մտածել որ տապեն։ Դե մեզ մոտ ընդունված է ժենգալավացը եւ շատ ես էլ լավ գիտեմ այդ համեմունքները, գիտեմ ինչ բույս, ինչ կանաչի պիտի գցվի ժենգալավացի մեջ եւ գիտեմ եւ տեղերը գիտեմ։ Եվ գնում էի, բերում էինք շատ ժամանակ այդ ժենգալավացը թխում էինք եւ սենց մի օր էլ այդպես էինք անցկացնում։ Այն որ տալիս էին խոզին, բանը այն թեփը, ծորենի թեփը։ Այդ թեփով խառնած հացը ուտելուց կոկորդի տամնում բանը, քերում է կոկորդը։ Հասկանում եք, այդ վերջում այդ օրերին էինք ասել։ Գնում էի սունկ էի բերում, շատ ժամանակ գնում էի հոն էի բերում, արդեն այնտեղ հետո պատրաստում էինք հաջորդ տարվան, պատրաստում էինք ձմռանը, չէինք իմացել, որ պետք է տեղափոխվեինք կամ բռնա ճանշումների տակ մենք հեռանայինք Արցախից։ Ձերք է տալիս լռելը, երևի թե դրա համար լռում են։ Ուղղակի մենակ խոսելով Արցախը հետ չենք վերադարձնի։ Պետք է գործել, պետք է անպայման գործել եւ ազգովի գործել։
Սա մեր բոլորիս երազանքն է արդեն վերադառնալ Արցախ։ Չգիտեմ դա ինչքանով կհաջողվի, ինչքանով մենք կարող ենք հասնել նրան, որ արցախցիներս նորից վերադառնանք մեր տուն ու տեղը, նորից տեր դառնանք մեր ամեն ինչին, մեր հուշարձաններին, մեր պապերի գերեզմաններին, մեր տուն ու տեղին, մեր սարերին, աղբյուրներին, ձորերին,